Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Այսօր խոսենք Հայաստանի երկաթուղիների կառավարման գործընթացի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից։ Վերջերս Հայաստանի իշխանությունը ցանկություն է հայտնել, հայտարարություն է արել, որ պլանավորում է կամ դիտարկում է Հայաստանի երկաթուղիների կառավարումը այլ երկրի հանձնել Ռուսաստանի փոխարեն։ Նախ փորձենք հասկանալ ինչ պայմանավորվածություն կար մինչև այս, ինչ վիճակում ենք մենք, մեր դիտողներին բացատրենք, ինչ է տեղի ունենում, հետո արդեն պատճառներից կխոսենք եւ հնարավոր լուծումներից։ Այո, ինչպես հայտնի է, Հայաստանի եւ Ռուսաստանի միջև 2008 թվականին կոնցեսիոն պայմանագիր է ստորագրել, որի համաձայն հենց Ռուսաստանի երկաթգծերը ՌԺԴ-ն կառավարում էր ստանձնել Հայաստանի երկաթգծերի նկատմամբ։ Եվ այդ պայմանագիրը կոնցեսիոն տևելու է դեռևս մինչև 2036 թվականը, ըստ այդ պայմանագրի Ռուսաստանը պետք է ներդրումներ կատարել համակարգի մեջ, մոդեռնիզացնել այն տվյալ պարագայում արդեն երբ որոշակի զարգացումներ են տեղի ունենում հայ-ադրբեջանական գործընթացում, կա ակնկալիք նաև որ Ռուսաստանը կվերականգնի որոշ բացակայող հատվածներ, եւ այս քննարկումը իրականում սկսվել էր դեռևս նախորդ տարվա վերջին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կա ակնկալիք, որ ռուսական կողմը կվերականգնի առնվազն այդ փոքր հատվածները, խոսքը գնում է Թուրքիային եւ Նախճեվանին կապող հատվածների մասին, Ախուրիկի եւ Երասխի մասին, եւ այն ժամանակ կար հայտարարություն, որ եթե ռուսական կողմը չգնա այդ քայլին, այսինքն շատ արագ չվերականգնի այդ փոքր հատվածները, Հայաստանը կարող է դիտարկել սեփական միջոցներով այդ հատվածները վերականգնելու մասին։ Դրանից հետո ամիսներ անց, այսինքն վերջերս օրերս արդեն մենք տեսանք պաշտոնական հայտարարություն Ռուսաստանի կողմից, Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի կողմից, որ Ռուսաստանն ու Հայաստանը բանակցություններ են սկսել այդ թեմայով, որպեսզի հենց ռուսական երկաթգծերը վերականգնեն այդ հատվածները, բայց կարծես թե այս փուլում արդեն նույնիսկ այդ հանձնառությունը բավարար չէ Հայաստանի իշխանությունների համար եւ կարող են քննարկել թե ինչու է։ Ինչ է առաջարկում Հայաստանի իշխանությունը, ինչ տարբերակ է առաջարկում եւ հետաքրքիր ռուսական կողմից ինչպիսի արձագանք կա այդ տարբերակին։ Այդպես կարծում եմ միջև առաջարկին հասնելը կարևոր է հասկանալ ինչու է այդ հայտարարությունը արվում, ինչու է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ ռուսական վերահսկողությունը կարող է խոչընդոտ դառնալ, որպեսզի օրինակ նույն Նախճեվանով անցնող երկաթգիծը միանա Երասխին, այսինքն նաև միանա Հայաստանի տարածքին։ Սա կարծում եմ կապված է երրորդ կողմերի ներդրումների հետ կամ հնարավոր աջակցության հետ հենց Ադրբեջանի տարածքում երկաթուղին վերականգնելու հետ կապված, խոսք հենց Նախճեվանի տարածքում երկաթգիծը մոդեռնիզացնելու եւ վերականգնելու հետ է կապված։ Նախորդ տարվա սեպտեմբերին ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում Մագդալենա Գրոնոն ժամանել է տարածաշրջան եւ հատուկ այց էր կատարել նաեւ Նախճեվան, որտեղ փորձել է հասկանալ թե ինչպիսի խնդիրներ կան հենց երկաթգծի վերականգնման հետ։ Եվ այդ փուլից սկսած Ադրբեջանի եւ Եվրամիության միջև բանակցություններ էին ընթանում եւ դեռևս ընթանում են հենց Նախճեվանի հատվածը Եվրոպական միության աջակցությամբ վերականգնելու համար։ Այստեղ սակայն Եվրոպական միությունը նախապայման էր դրել, որ եթե մենք օգնում ենք վերականգնել Նախճեվանի հատվածը, այն պետք է միանա նաև Հայաստանի տարածքին, այսինքն ոչ միայն Թուրքիայի հետ ապագայում կարողանա կապ հաստատել, այլ նաև միանա հենց Երասխով Հայաստանի տարածքին, որպեսզի այս ապաշրջափակման գործընթացը ամբողջական լինի։ Նա այդ մասին խոսել է նաև հրապարակայնորեն։ Ամիսներ առաջ հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցների հարցազրույցում նա շատ հստակ նշել է այդ նախապայմանի մասին, որ այո, մենք պատրաստ ենք աջակցել այդ ենթակառուցվածքների վերականգնմանը, բայց անպայման Հայաստանը պետք է ներառված լինի գործընթացի մեջ, տարածաշրջանային, կոնկրետ Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում ոչ ոք չպետք է դուրս մղվի այս ենթակառուցվածքային ծրագրերից։ Ադրբեջանը այդ փուլում նույնիսկ հրապարակայնորեն կարծես թե որոշակի վերապահումներ է հայտնում, նրանց համար կարծես թե այդքան էլ նորմալ չէ, որ Եվրոպական միությունը պատրաստ է այդ աջակցությունը տրամադրել հենց
նախապայմաններով եւ նրանք որոշակի այդ թվում նաեւ կիսապաշտոնական խողովակներով հայտնում էին, որ Ադրբեջանը չի ընդունում նախապայմանները եւ պատրաստ է համագործակցել առանց դրանց։ Հիմա ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, որ ռուսական վերահսկողությունը խոչընդոտում է Հայաստանի հետ կապը ապահովելուն, կապված է այս գործընթացների հետ։ Այսինքն ես ենթադրում եմ, որ Ադրբեջանը եվրոպացիների հետ քննարկումներում ասում է, որ փաստորեն դուք դնում եք նախապայման, որպեսզի ձեր ներդրումների միջոցով ստեղծվի մի ենթակառուցվածք, որ հետագայում կմիանա ռուսական վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքին։ Ես կարծում եմ այս խոսույթը նոր խոսույթ չէ, այլ հարցերում էլ էր կիրառվել, եթե հիշենք օրինակ նախորդ տարիներին Զանգեզուրի այսպես կոչված Միջանցքի վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումները, այն ժամանակ էլ նրանք հայտարարում էին, թե օրինակ ռուս սահմանապահները կանգնած են հայ-իրանական սահմանին, այսինքն վերահսկում են այն հատվածը, որով պիտի անցնի իրենց պատկերացմամբ այդ Միջանցքը եւ որն է խնդիրը, որպեսզի ռուսները հենց վերահսկեն այդ տարածքը։ Հիմա կարծես թե նմանատիպ խոսույթ օգտագործում է արդեն երկաթգծի հարցի հետ կապված եւ դա է պատճառը, ինչու արդեն Հայաստանը խոսում է ոչ թե այն մասին, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, որ Ռուսաստանը պետք է շատ արագ վերանորոգի այդ հատվածները, այլ նաեւ պնդում է, որ նույնիսկ դա անելուց հետո կարող են խնդիրներ լինել, որովհետեւ կա այս տիպի փաստարկ նույն Ադրբեջանի կողմից եւ այդ երրորդ այլ երկրի հանձնելու կառավարումը հանձնելու թեման կարծում եմ հենց սրանից է բխում։ Իսկ թրիփը եւ առհասարակ ապաշրջափակման հարցում ամերիկյան զգալի ներկայությունը ինչ որ դեր խաղում է այստեղ։ Դե այս եւ արդյոք հնարավոր է այն իրավիճակով, որ հիմա ունենք, շարունակել նաեւ մյուս նախագիծ իրականացնել։ Այս բոլոր գործընթացները անմիջականորեն կապված են թրիփի հետ։ Եթե թրիփի վերաբերյալ պայմանավորվածություն չլիներ, եվրոպացիները չէին մտածի, օրինակ Նախճեվանի երկաթուղին վերականգնելու վերաբերյալ չէին մտածի, որ այդ բոլոր երկաթգծերը պետք է կապվեն միմյանց հետ, այսինքն սրա այս գործընթացի սկիզբը հենց թրիփի վերաբերյալ պայմանավորվածությունն է։ Չեմ կարծում, թե թրիփի արկայությունը ինքնին խոչընդոտ է, որպեսզի օրինակ այդ հատվածում լինի ոչ թե թրիփի հատվածում, այլ օրինակ հյուսիսային հատվածներում լինի ռուսական վերահսկողություն, այդ մասին նույնիսկ քննարկումներ կային, եթե չեմ սխալվում, արտգործնախարարն էր ինչ վերջին հարցազրույցներից մեկում նշում, որ Ռուսաստանը մեծաշով չի կարող լինել թրիփի մաս, այդ օրինակ ընկերության մեջ ինչ որ բաժնեմասեր ունենալ կամ ներգրավված լինել դրա իրագործման մեջ, բայց Ռուսաստանը թրիփի շարունակությունն է, այդ տիպի հայտարարություն արել էր արտգործնախարար Միրզոյանը, այսինքն այն ժամանակ ենթադրվում էր, որ թրիփը կգործարկվի, իսկ արդեն Հայաստանի այլ մասերի հետ կապը եւ նաեւ Հայաստանի այլ մասերի երկաթգծերը կշարունակեն կառավարվել հենց ռուսական կողմից, բայց այս փուլում կարծես թե որոշակի փոփոխություններ են տեղի ունենում դիրքորոշման մեջ, երբ նշվում է երրորդ կողմի, այսինքն ոչ ռուսական կողմի վերահսկողության մասին։ Ինչ տարբերակ է առաջարկում եւ Ռուսաստանը ոնց է արձագանքում դրան։ Այս փուլում որևէ տեղեկություններ չունենք, թե խոսքը ինչի մասին է, այսինքն կարող ենք մտնել ենթադրությունների դաշտ, հրապարակային դաշտում փորձագիտական շրջանակների կողմից մասնավորապես նշում են միգուցե ինչ որ արաբական երկրների տարբերակը, Ղազախստանի տարբերակներ քննարկում, բայց սրանք բոլորը կրկնվեմ, որ ենթադրությունների դաշտից են, զուտ տրամաբանական վերլուծության միջոցով են մարդիկ փորձում հասկանալ, թե այդ որ երկիրն է կարող լինել, որը բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հետ, բայց մենք տեսնում ենք, որ առաջին ազդակները ռուսական կողմից արդեն կան եւ դրանք բավականին կոշտ ազդակներ են։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շայգուն բավականին երկար հայտարարությամբ հանդես եկավ այս թեմայով, որում նա նշում է, որ եթե Ռուսաստանը լքի այդ ենթակառուցվածքները, դրանք պարզապես կփլուզվեն եւ մարդիկ Հայաստանի քաղաքացիները կմնան առանց երկաթգծերի, այսինքն այս հայտարարությունը ինքնին ցույց է տալիս, որ սա բավականին ցավոտ թեմա է Ռուսաստանի համար եւ բնականաբար, որովհետեւ ենթակառուցվածքերի նկատմամբ վերահսկողությունը Ռուսաստանի հիմնական լծակներից է հիմա Հայաստանում, այսինքն ռազմաքաղաքական ազդեցության նվազման ֆոնին այս ենթակառուցվածքային տնտեսական առևտրային հենց կախվածություններն են դարձել Ռուսաստանի հիմնական գործիքը Հարավային Կովկասում եւ բնականաբար
այդ վերահսկողությունը կորցնելու հեռանկարը չի կարող ողջունվել Մոսկվայի կողմից եւ այս փուլում տեսնում ենք, որ բավականին կոշտ հայտարարություններ արդեն իսկ հնչում են։ Կարծում եմ սա կարող է ճգնաժամի աղբյուր դառնալ երկկողմ հարաբերություններում, եթե նմանատիպ որոշում կայացվի, բայց այս փուլում արձանագրենք, որ դեռևս խոսակցություններ են, այսինքն որևէ հստակ բան չի առաջարկում, միգուցե մոտ ապագայում կկարողանանք լսել նաև ավելի կոնկրետ առաջարկներ կամ կոնկրետ ճանապարհային քարտեզ, թե կառավարությունը ինչպես է փորձում այդ գաղափարները կյանքի կոչել։ Իսկ եթե ամեն դեպքում հայտարարությունները ավելի գործնական կամ ավելի լուրջ հայտարարությունների փուլ մտնեն, ինչ հավանական սցենարներ կան այս հարցը կարգավորելու։ Դե սցենարներից մեկը այն է, որ Հայաստանը ինչպես նախորդ դեպքերում ավելի փոքր հարցերի հետ կապված, երբ ռուս սահմանապահները հանվում էին սահմանի տարբեր հատվածներից, զվարթնոցից, պարզապես ընդունելու է այդ որոշումը, որևէ քայլեր չի ձեռնարկելու, հաշվի առնելով նաև ուկրաինական պատերազմի հանգամանքը, Հայաստանից որոշակի կախվածությունը առևտրային հարցերում, տրանզիտի հարցում եւ այլն, սա կարելի ասել լավատեսական սցենարն է։ Ավելի հոռետեսական սցենարը կարող է ներառել ավելի կոշտ գործիքակազմի կիրառում Ռուսաստանի կողմից, միգուցե առևտրի ոլորտում ինչ-որ սահմանափակումներ, ինչ-որ տրանզիտի հետ կապված դեպի Ռուսաստան խնդիրներ, Ռուսաստանը որոշակի լծակներ ունի այս հարցերում, որոնք դեռևս մենք չենք տեսել, որ լրջորեն կիրառվեն, բայց այդ տարբերակը եւս գոյություն ունի։ Կարծում եմ բավականին կարևոր հարց է նրանց համար այնուամենայնիվ, բայց այստեղ կա նաև մեկ այլ գործոն, որը կարծում եմ քննարկել ենք նաև նախորդ թողարկումներից մեկի ժամանակ, որ ռուսական երկաթգծերը գտնվում են բավականին լուրջ ճգնաժամի մեջ։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված բավականին լուրջ կորուստներ ունեն, այսինքն զուտ կարողությունների առումով շատ ավելի թույլ վիճակում են գտնվում, քան նրանք գտնում են մինչև ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը եւ այստեղ Հայաստանի կողմից տարբեր պահանջների ներկայացնում այս փուլում խոսքը գնում է փոքր հատվածների մասին եւ փոքր ծրագրերի մասին, բայց Հայաստանում կան ավելի երկար հատվածներ, որոնք ենթակա են վերականգնման եւ որոնք կարող են նպաստել նաեւ հենց այս կապակցվածության վերականգնմանը տարածաշրջանում, այդ պարագայում Ռուսաստանը կարող է նաեւ օբյեկտիվ խնդիրներ ունենալ, այսինքն ռեսուրսների խնդիրներ ունենալ։ Մի խոսքով այս փուլում դեռևս վաղ է շատ կոնկրետ ինչ-որ սցենարների մասին խոսելը, պետք է սպասել, ինչպես արդեն նշեցի, ավելի կոնկրետ հայտարարությունների եւ ճանապարհային քարտեզների, թե ինչպես են պատկերացնում այս իրավիճակի հանգուցալուծումը։ Եվ թվարկման վերջում նաև կուզեի խոսենք 3 տեղի ունեցած խաղաղության խորհրդի առաջին նիստի մասին, որին մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ինչ տպավորություն է առհասարակ ստացել այդ միջոցառումից, առանձնապես ինչ որ լուրջ եւ նոր բան չի հնչել, միայն որ Թրամփը նշել է, որ իր կարծիքով ամեն ինչ այնքան լավ է, որ Փաշինյանն ու Ալիևը արդեն ընկերներ են, ընկերացել են։ Դե ինչպես գիտես, մենք նախորդ թողարկումների ընթացքում հնարավորություն ենք ունեցել անդրադարձ կատարել այս կազմակերպությանը, Հայաստանի անդամակցությանը, դրան տրամաբանությանը, հնարավոր շահերին։ Այստեղ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ նախագահ Տրամփը ինչ-որ մշտական կազմ է ձևավորել, որը իր հետ ճանապարհորդում է տարբեր երկրներով, տվյալ պարագայում Վաշինգտոն գնացին։ Այդ հիմնականում այն երկրներն են, որոնք նախագահ Տրամփի պատմամբ իր միջնորդությամբ բարելավել են, կարգավորել են հարաբերությունները եւ պատահական չէ, որ հենց այդ նիստի ժամանակ եւս նա ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի մասին խոսեց, այլև այլ երկրների, Կոսովոյի, Սերբիայի եւ այլն, այսինքն անդադ փորձում է ցույց տալ իր ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա, արդյունավետությունը հակամարտությունների կարգավորման գործում Հայաստանի համար, ինչպես նշել ենք նախկինում, սա լավ հնարավորություն է պարզապես կապը պահպանել նոր վարչակազմի հետ, սա իրականում ունիկալ իրավիճակ է մեր պես երկրների համար, ոչ միայն Հայաստանի, այլ նաև բոլոր այդ երկրների համար, որոնք ստացել են հնարավորություն այսպիսի պարբերականությամբ հանդիպումներ ունենալ Միացյալ Նահանգների ղեկավարության հետ, նախկինում օրինակ Միացյալ Նահանգների նախագահի կամ փոխնախագահի հետ հանդիպում կարող էր ընդհանրապես տեղի ունենալ
ոչ նախագահության կամ վարչապետության շրջանում։ Իսկ հիմա տեսնում ենք, որ կարծես թե 2 ամիսը մեկ այդ տիպի հանդիպումներ են տեղի ունենում եւ սա իհարկե պայմանավորված է Թրամփի վարչակազմի հենց այդ առանձնահատկությամբ, որ շատ է տարբերվում նախորդ վարչակազմերից։ Կարծում եմ մեր պարագայում հետաքրքրական դրվագ էր այն, որ նախագահ Թրամփը ի սկզբանե հայտարարեց, որ Ադրբեջանը միացել է գազայի աջակցության այդ ֆոնդին, որով այս առաջին փուլում $7 միլիարդ պետք է հատկացվել վերականգնման աշխատանքներին, բայց անմիջապես հետո այդ հայտարարությունից Հիկմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի օգնականը Twitter-ում X-ում շեշտեց, որ Ադրբեջանը որևէ ֆինանսական մասնակցություն այս գործում չի ունենալու եւ միգուցե ապագայում կդիտարկի այդ մասնակցությունը, այսինքն տեսնում ենք, որ այստեղ եթե հիշում ես նախկինում քննարկում ենք, որ այս անդամակցությունը շատ նման է տարբեր ծառայություններին բաժանորդագրվելուն, երբ ունես բայց կարծես ինչ որ երկրների ցանկ էր շրջանառվում, որոնք պատրաստ էին վճարում անել։ Թրամփը այդ երկրների շարքում նշել էր նաև Ադրբեջանին, այո, եւս 7-8 երկիր կա, եթե չեմ սխալվում, բայց Ադրբեջանը տվյալ պարագայում միանգամից հստակեցում մտցրեց, որ որևէ անձնառություն չի ստացել։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես էլ եմ շնորհակալ։